Ողջույն սիրելիներս, ուզում եմ ձեր հետ կիսվել, թե այս 1.5 ժամը ինչ տանջանք եմ տանում։ Ամբողջ մատներս պլոկվեցին, կտրվեցին, եղունգներս սևացավ, մինչև այս ջեռոցը կարացա մաքրեմ։ Դե ոչ ամբողջությամբ ինչ որ չափով։ Սկզբից 3-4 հատ ձեռնոց օգտագործեցի, հետո դա էլ չօգնեց, ստիպված հանեցի։ Ուղղակի այս ջեռոցի հարցում իմ բախտը չբերեց։ Շատ շուտ են փչանում։ Ես էլ ճիշտ է գնում եմ միջին գնի ջեռոցները 50,000 եւ ավել գնով, բայց դրանք էլ երկար չեն դիմանում։ Նախ սա գնել եմ Velvet, բերել ենք հենց առաջին օրվանից, որ տաքացել է, մեջտեղի այդ տարածքը նեղացել է, այսինքն այդ իր մեջի պատերը ուռել է, նույնիսկ տապակը չէր մտնում մեջը, հետո այսպես երբ որ միս եմ դրել դուխովկան, այդ յուղերը թռել է, մնացել է հետքը չի էլ անցել, միշտ այս ձևի տանջանքով եմ մաքրել, որն էլ ամեն անգամ հարմար էլ չի, մանավանդ որ մի բան ուզում եմ նկարեմ, տեղադրեմ, չի լինում, որ մի ժամ մաքրեմ, նոր տեղադրեմ։ Ժամանակ առ ժամանակ մաքրում եմ, բայց շատ դժվարությամբ։ Էլ շուշաթուղթ, էլ գազի վրա փչելու սփրեյներ, էլ սպիրալ, էլ լվացքի փոշ, ինչ ասեք օգտագործում եմ, միևնույն է, մինչև վերջ չի մաքրվում։ Ուղղակի զարմանում եմ նման ապրանքները ոնց են այդ ֆիրմային խանութներում վերցնում վաճառքի, հետն էլ մի տարի գարանտիա տալի։ Մի խոսքով այս փչիկով եմ մաքրել, այս անգամ փորձել եմ այսպես մաքրեմ ու այսքանով բավարարվեցի, որովհետև ահավոր դժվար էր, հարմար չէր։ Ապակին միշտ մաքուր է, ներսն էլ եմ միշտ մաքրում, բայց երբեմն լինում է, որ հետքերը չորանում են, վառված տեղերը մնում են ու դժվար է լինում մաքրելը։ Ամեն օր ես այս ջեռոցը օգտագործում եմ, նույնիսկ օր կա 2-3 անգամ, եթե հավելյալ խմորեղեն եմ թխում կամ ինչ-որ ուտեստ եմ պատրաստում, դե հացը մշտական։ Հիմա ձեզ մի խնդրանք, ասեք տեսնեմ, ձեր մոտ էլ է այսպես, իսկ եթե այսպես է, ինչով եք մաքրում։ Միգուցե ավելի հեշտ մաքրող միջոց կա, շնորհակալ եմ, որ դիտեցիք, ուրախ կլինեմ, եթե ինձ օգնեք։